Գինը երբ որ հաշվեցինք, գրքից 2 անգամ ավելի ուրեմն թանկ էր նստում ուղարկելը։ Ես դա բարոյական չհամարեցի, մինչև $23 էր հասնում։ Կարողացա, ճիշտ ասած, Ամերիկա հասցնել գիրքը որոշակի քանակով, մի քանի անգամ, այնտեղ Buy Armenia-ը կար, որոնք ուրեմն զբաղվեցին գրքի վաճառքով։ Ամերիկա հայերի ուրեմն շրջանակում գիրքը կարողացավ ցանկացողները կարողացան ձեռք բերել այնտեղ, բայց քանի որ հայաստանյան մեր իրականության մեջ կարծում եմ շատ շատերն են ուրեմն այդ խնդրին առնչվում, գիրքը շիփ անելը եւ փոխադրելը եւ ուղարկելը սարսափելի թանկ է։ Մի բան, որը կարծում եմ առաջին պատճառներից մեկն է, որ գրքերի ուրեմն տարածման խնդիրը մնում է միայն մեր նեղ փոքր շուկայում, հաշվի առնելով, որ Սփյուռքում եւ Հայաստանից դուրս ապրող հայերի թիվը շատ ավելի մեծ է, պատկերացրեք ինչքան ավելի մեծ կլիներ մեր շուկան, եթե, ասենք, հայկական Amazon-ի նման ինչ-որ բանը ստեղծվեր, հարթակ լիներ, եւ վաճառեինք ամեն ինչ։ Եվ շիփինգի ուղարկման հարցը գիրքը ունենար հատուկ մոտեցում։ Իդեպ դա աշխարհում ընդունված բան է, ասենք Ամերիկայում գիրքը շիփանելը երբեմն ձրի է, երբեմն չափազանց շնչին գումարներով այնտեղ հասցնում։ Ես շատ ուզողներ ունեցա գրքի տարբեր երկրներից եւ գինը երբ որ հաշվեցինք, գրքից 2 անգամ ավելի ուրեմն թանկ էր նստում ուղարկելը։ Ես դա բարոյական չհամարեցի, ուղարկել գիտեք ինչ 2-3 հազար դրամ արժող գիրքը, որը ես փորձել եմ հնարավորինս հարմար, մինչև $23 էր հասնում, ասենք Կանադա, Ամերիկա, Եվրոպա եւ այլն։ Դե գիտեք, ավել մարդիկ գտնում են, ասենք ծանոթներ, որոնք գալիս են Երևան, ուղարկելու եւ այլ միջոցներ են գտնում, բայց սա հարցի խնդրի լուծում չի։ Մենք պետք է կարողանանք ստեղծել մի հարթակ, մենք ասելով մարդիկ, որոնք դրա մասնագետներ են, միգուցե բոլոր, չգիտեմ, գրախանութները միասին հավաքական մի հարթակ ստեղծեն, հավաքական եւ դա կլինի լրջագույն, ասենք շուկայի ստեղծում, կարծում եմ, ես դրա մասնագետը չեմ, բայց ամեն ինչ ցույց կտա, որ մենք հավաքական բաները չենք սիրել, գիտես։ Չենք մտածում այդ ուղղությամբ, շատ խնդիրներ կան, որ երևի նույնիսկ մի հաղորդումը շատ, չգիտեմ, սահմանափակ կլինի այդքան խնդիրների մասին խոսել, բայց սա մի խնդիր է, որ իդեպ ես լսել եմ մարդիկ, որոնք ցանկություն ունեն ոչ իմ գիրքը, այլ գրողների, հայ, մեր ժամանակակիցների գրքեր ձեռք բերելու, բայց ասենք մարդը Հայաստան չի եկել եւ այլն եւ հստակ ասենք բան չկա, հա ահռելի մի հատ թիվ է կազմում, եթե մարդը 6-7-8 գիրք է ուզում գնի, ոչ թե միայն 1։ Կամ մի ամբողջ մեծ խնդիր, մեծ կոմարներ։ Ուղարկելու հարցի մասին պետք է մասնագետները եւ ոլորտի ներկայացուցիչները լուրջ մտածեն։